Իդեպ երեկ Հայաստան դաշինքը քարոզարշավ էր անցկացնում Աջափնյակ վարչական շրջանում։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատերազմ չունենալու համար Հայաստանը պետք է ունենա ժամանակակից եւ մարտունակ բանակ։ Նրա խոսքով փոքր պետությունների անվտանգության գլխավոր երաշխիքը ուժեղ բանակն ու հուսալի դաշնակիցներն են։ Բանակը դարձել է 1.5 տարի։ Ես կարծում եմ, որ նաև 1.5 տարով այո հնարավոր է երկրի անվտանգությունը ապահովել։ Իսկապես հնարավոր է, եթե դու մեծացնում ես պայմանագրային մասը։ Պայմանագրային մասը մեծացնելու համար դու պետք է ավելի շատ գումար տաս, օրինակ, քան Երևանի կենտրոնում պարետն է ստանում։ Դու չես կարող պարետից շեշտակի քիչ աշխատավարձ ստանալու պարագայում պայմանագրայինով ուղղակի համալրես բանակը, չի ստացվելու։ Մարդ խիպտի գնա, պոստում մնա։ Պրոբլեմը սա է, եւ սրա համար են հիմա ինչ-որ բան են անում, չէ, տանում են 2 ամսով, 3 ամսով, փորձում են ինչ-որ ինչ։ Հա, հիմա 25 օր ադարար սկսել են ամիսներ ա եղել։ Հիմա նայեք, ինչ է կատարվել ընդհանրապես բանակի հարցում։ Այդ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց մեկ բան։ Հիմա քանակով չեն կռվում արդեն։ Քանակով չեն կռվում։ Բանակի բնույթը, ռազմական գործողությունների բնույթը էապես փոխվել է։ Էապես առաջի գծում ընդհանրապես համարյա մարդ չեն պահում։ Ավելի շատ sense նայելու համար, ինչ որ բան նկատելու, չնկատելու համար։ Հիմա սա փոքր երկրի համար, փոքր բնակչությամբ լավ լուր է, թե վատ լուր է։ Լավ լուր է։ Ուրեմն ասիմետրիկ հնարավորություններ կա երկրի անվտանգությունը ապահովելու, որի համար չի պահանջվելու սենց հսկայական մեծ ծավալների մարդիկ եւ հսկայական մեծ ծավալների սենց են տրադիցիոն զենքերը, զինատեսակները։ Շատ է ամեն ինչ փոխվել եւ այդ տեսանկյունից մենք իսկապես կարող ենք ունենալ ժամանակակից մարտունակ բանակ, որը ի վիճակի է զսպել Ադրբեջանին։